փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են իհարկե մեծ ծավալի, որոշակի նույնիսկ ավելի հրատապ լուծումներ են պահանջում, բայց այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում, ինչ որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ որ տեղեր այնուամենայնիվ հարցեր առաջացել են։ Բիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Պարոն քաղաքապետ, մեր մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք ուղղակի չեն Facebook-ում չեն հայտնվել, որոնք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցվել են, որոնք միանշանակ են ապրելու։ Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բայց նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են, որ երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանին լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն։ Նկարահանումը հենց այդ բանին է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտ է արված եւ վերված է պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ է արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բայց ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Չեմ հասել են այդ հատվածը նկարանը տեղի ունեցել։ Ըստ ումա նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետք է մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ որ մի բան պակաս անելու է անպայմանորեն ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Բայց ասենք շին բարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Ասենք օրը ցերեկով այդ չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա, էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, այդ ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Ոնց են ձեր մրցույթները, ումն է ընթացքի մեջ այս պահին։ Աջափնյակ, հələ խնդրեմ, պարոն Սարգսյան։ Ոնց ձեր մոտ ոնց է։ Պարոն քաղաքապետ, մենք շաբաթօրվանից արդեն սկսել ենք մեր բակային տարածքների փոխսալցման աշխատանքները։ Այսօրվանից երկրորդ խումբն էլ արդեն շինարարը ներգրավում, շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարում, մենք էլ հետևել ենք պարոն Փամբուշյանի այդ շաբաթօրը աշխատանքների մեկնարկին, նորմալ ընթանում է։ Պարոն Փամբուշյան։ Փաստում է պարոն քաղաքապետ, որ Աջափնյակի շինարարներից մեկ բավականին գոհունակությամբ կարող եմ արտահայտվել, որովհետև թե ինտենսիվությունը եւ թե որակը ակնհայտ է, Նազարբեկյան թաղամասից սկսեցինք, այսօր պետք է սկսեն 16 թաղամասում, եթե չեմ սխալվում, 16 թաղամաս այսօր կսկսեն աշխատանքները, երկրորդ խումբը եւ այդպես վարչական շրջանը հերթականությամբ կիրականացնի բակային տարածքների ասֆալտապատում փոխսալություն։ Շատ լավ, ես առաջարկում եմ վերահսկողությունը որոշակի ինտենսիվությամբ փորձաքննություններ իրականացնի տարբեր աշխատանքներ, որպեսզի հասկանանք որակը ինչպես է տեղի ունենում, այտենց առաջին հայացքից հիմնական փողոցների վրա ոնց որ թե խնդիր շատ չենք ունենում, բայց այնուամենայնիվ նաև տարածված տեսանյութերով, այդ 1-2 դեպքով տենց տարածվում է, որ սա ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում։ Այդ 1-2 դեպքով է տենց լինում, պարոն Սևոյան, ինչա ձեր մարդիկ այնտեղ կանգնած չեն լինում։ Ինչ անենք, հələ մի հատ ասեք, էլի, ասեք իմանամ, կարող է ինչ-որ սխալ ենք անում, կարող է դուք չպետք է անեք, միգուցե պարոն Սևոյան, այդ ծավալն էլ տեղափոխենք։ Չէ, պարոն քաղաքապետ, ուղղակի աշխատանք արագ կազմակերպելու համար, որպեսզի շուտ հասնենք փոխհարցումությանը, երկու տեղով ենք աշխատանք
աշխատանքները սկսել։ Ախր պարոն Սևյան, Երկու երկու փող- տեղով որ սկսել եք, հիմա երկու տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե երկու տեղով է խնդիր լինելու տարվա վերջը, իմաստ է այդ սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետ, իմ ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, Բիտումի- որ ձեր ներկա եղած ժամանակ է այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում ենք։ Պարոն Մարգարյան, խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել։